Ռուբեն Վարդանյանի երկրորդ ուղերձը։ Տարածեք հայեր, լսեք բոլորդ։ Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության և իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը, այս մասին հայտնել են Վարդանյանի ընտանիքի անդամները։ Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել։ Մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր։ Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի։ Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ։ Ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում են բոլոր հայերին և հենց պետությանը։ Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ և ապրել Արցախում, այլ չհեռանալ, նշել է Ռուբեն Վարդանյանը։ Ռուբեն Վարդանյանի ուղերձը։ Այսօր մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը։ Ես գերազանց վիճակում եմ։ Մի մտածեք, ամեն ինչ լավ է։ Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար և շնորհակալ եմ բոլորին ձեր աջակցության և ապրումների համար։ Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել, անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում, լսել իմ այս ուղերձը։ Հուսով եմ այն կլինի պարզ և հստակ։ Ես դիպմամբ ազգանուններ չեմ նշում, չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա։ Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի։ Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ։ Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում են բոլոր հայերին և հենց պետությանը։ Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ և ապրել այստեղ, Արցախում, այլ չհեռանալ։ Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ռուսական հեքիաթից հայտնի ընտրության մասին։ Ընտրություն, որը պետք է կատարվի նժույգի, հայրենիքի կորստի, սրի, պատվի կորստի և կյանքի կորստի միջև։ Եվ հերոսը պետք է այդ ընտրությունը կատարի, քանի որ տեղում կանգնելը լիակատար ոչնչացում է։ Այդ ընտրությունը հեշտ չէ, բայց այն պետք է արվի յուրաքանչյուրի կողմից, այդ թվում նրանց կողմից, ովքեր ապրել էին Արցախում, երբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում և մինչև այդ վերջին 30 տարիներին և մինչ այդ հազարամյակների ընթացքում։ Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա դիմաց։ Այս նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին, այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ։ Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ հանդես եկան դատարանում և ես նրանց շատ խղճացի։ Մարդն ամեն ինչի համար ինչ-որ գին է վճարում, և այն հայի օրինակը, որին ձերբակալել տարել էին հենց Կարմիր խաչի ավտոմեքենայից և դատապարտել 15 տարվա ազատազրկման, և այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացնում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թույլ չէին տա ապրել։ Եվ յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր հայտնվել երեկվա երկու վկաների կամ բոլոր սարսափելի հանցագործությունների մեջ մեղադրվողի տեղում։ Ու բոլորովին կապ չունի մեղավոր եք դուք թե ոչ, կատարել եք այդ հանցագործությունները թե ոչ։ Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից։ Մի հավատացեք խոսքերին, որոնք այստեղ ասվում են Արցախի նախկին նախագահի կողմից։ Թարգմանված է աուդիո ուղերձից, խմբագրական։ Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության, արցախցիների նկատմամբ ատելության խորությունից և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ, թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրված այդ սցենարը։
որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները, եւ դուք դեռ մեզ էիք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին եւ հիմա ուրախ զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»։ Ուզում եմ բարոյական որոշ հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել։ Նրանք, ովքեր ցանկանում էին դա եւ թե Հայաստանում, թե Արցախում համապատասխան քայլեր էին արել, եւ բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչեւ վերջ չկրվեցին, այլ դուրս եկան։ Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվը եւ արժանապատվությունը։ Ոչ միայն արցախահայության, այլև բոլոր հայերի։ Տեղեկատվության կարգով ասեմ հետևյալը. վերջին ռազմական գործողության ընթացքում մյուս կողմի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը 4 անգամ գերազանցում է 44 օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին։ Թող հայրենիքի համար ընկածների հիշատակը միշտ վառ լինի։ Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով եւ խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել։ Համարում եմ, որ վերջին դատական նիստը պարզ ու հստակ ձեզ բոլորի ցույց տվեց, թե ինչեր էր լինելու ձեզ հետ, եթե դուք մնայիք այստեղ Արցախում, եւ ինչ գին էիք ստիպված լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար։ Երկրորդը, ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ, եւ իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու, այս շոուն շարունակվելու է, անկախ ամեն ինչից։ Մի քանի օր առաջ իշխանության պաշտոնական ներկայացուցչի ելույթը ցույց տվեց այն ակնհայտ նպատակը, որ դատն իրականացվում է ոչ թե 15 գումարած մեկի, այլ Հայաստանի ղեկավարության եւ Հայաստանի դեմ, որպես պետության ընդհանրապես ցանկացած հայի դեմ, կապ չունի որտեղից է նա, եթե անգամ նա Հայաստանից չէ։ Եվ վերջինը, ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով, նորից մոլորեցնում է ձեզ։ Այսօրվա աշխարհում սեփական պետություն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան։ Արդեն պարտադիր չէ նվաճել ռազմական ճանապարհով։ Հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով։ Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է եւ դուք հանգիստ կարող եք ապրել եւ վաստակել, ապա դա ինքնախաբեություն է։ Արցախը կորցնելով առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը։ Եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը եւ թե ով պետք է մեզ ղեկավարի։ Լսեք ինձ եւ մտածեք այս մասին, քանի դեռ ուշ չէ։ Եվ հիշեք միշտ, ինչպես հայկական հայտնի հեքիաթում, Քաչ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, եւ դա մեր բոլորիս որոշման արդյունքն է, ոչ թե նրա։ Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր եւ որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում եւ կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ արժանապատիվ ապրել մեր հայրենիքում։ Հիշեք, որ միայն ողջ մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ։ Բոլորիդ գրկում եմ։ Ձեզ հետ միասին ձեր շարքային հայերից մեկը, Ռուբեն։